Իմ հոր սիրելիներ եւ թանկագիններ, թող Աստված օրհնի բոլորիդ։ Եվ ես հավատում եմ, որ ամեն առավոտ, երբ մենք մտնում ենք նրա տուն, եւ դուք դիտում եք, մասնակցում եք, ուշադրություն եք դարձնում Աստծո խոսքի պատգամին, ես հավատում եմ, որ Աստված օգնում է ձեզ։ Ես հավատում եմ, որ Աստված ասում է, այսպես ասած, նա առաջարկում է ձեզ։ Իսկ հիմա այնինչ ես կուզենայի, որ դուք իմանաք եւ կարիք ունեք իմանալու, որովհետեւ շատ մարդիկ հավատ ունեն առ Աստված, բայց դա պասիվ հավատ է, այնպիսի հավատ է, որը ընդունում է ձախողումը, որն ընդունում է պարտությունը, որն ընդունում է այն թշվառ կյանքը, որով ինքն ապրում է, նա ընդունում է դա։ Ինչու է նա ընդունում։ Ես կարծում եմ, ես հավատում եմ, որ նա ընդունում է, որովհետև նա այնքան էլ չի հավատում, որ Աստված կարող է իրեն հանել այդ վիճակից։ Այնպես որ, նույնիսկ եթե մարդը հավատում է Աստծուն, բայց այս պասիվ հավատով ոչինչ չի անում, նրա հավատը դուր չի գալիս Աստծուն, չի գրավում Աստծո ուշադրությունը, որովհետև դա կես կավ, կես աղյուս հավատ է։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ուզում ասել։ Եվ դուք գիտեք, իսկ եթե չգիտեք, կիմանաք, որ կա հավատի երկու տեսակ։ Ես այսպես եմ հավատում, որ կա այն հավատը, որը նույնիսկ պասիվ լինելով դեռ գոյություն ունի։ Դա հավատի մի փշրանք է, որ մարդն ունի։ Եվ նա մնում է այն հույսով, որ մի օր կփոխի այս իրավիճակը։ Բայց կա նաև համարձակ հավատը, այն հավատը, որն Աստծուց պահանջում է այն, ինչ նա խոստացել է իր խոսքում։ Այդ հավատը համարձակ հավատ է, բուռն, բայց դա այն հավատն է, որը ստիպում է տիրանալ Աստծո արքայությանը։ Այո, հենց դա է։ Դա այն հավատն է, որը ստիպում է մեզ հասնել Աստծո արքայությանը։ Օրինակ, տիկին Նելմանի պատմությունը ձեզ պատմեմ։ Նա մի վայրից էր, այդ վայրի, այդ փոքրիկ եկեղեցու դիմաց մարդկանց առավելագույն քանակը, որ տեղավորվում էր, մոտ 25-ից 30 հոգի էր։ Ոտքի վրա, այդ շոգ վայրում պատուհան չկար, ուներ շենքը միայն մուտքի դուռ, եւ մուտքի դուռը նաեւ ելքի դուռ էր։ Կարող եք պատկերացնել, եւ անտանելի շոգ էր։ Ինչպես որ ամառը Սալվադորում իսկապես շոգ է։ Եվ այդ վայրի դիմաց մենք ունեինք աղբաման։ Այնտեղ իսկապես առնետներ կային, ուտիչներ, կար ամեն ինչ, ինչը պիտանի չէր։ Նույնիսկ մարդիկ կային, ովքեր վաճառում էին իրենց մարմինները, այդ մարդիկ, ովքեր ապրում էին պոռնկության մեջ։ Այնպես որ դա այնպիսի մի նողկալի վայր էր, որովհետև շատ նեխած էր, շատ նեխած։ Բայց գիտեք, երբ տեղ չկար, ցանկացած փոքրիկ տարածք, որքան էլ փոքր լինի, արդեն բավական է հավատի գործը սկսելու համար։ Այսպիսով, այս կինը, տիկին Նելման, գտնվում էր այդ վիճակում։ Նա նույն վիճակում էր, ինչ եկեղեցին, նախքան եկեղեցու բացումը։ Եվ երբ նա այդ վիճակում էր, նա հասավ իր սահմանագծին, այնպես որ նա բարկացավ Աստծո դեմ, լցվեց Աստծո դեմ զայրույթով եւ նա ասում էր. «Ինչպես կարող ես դու Աստված լինել, երբ տեսնում ես իմ հուսահատ վիճակը ու ոչինչ չես անում։ Ոչ, ես ատում եմ քեզ»։ Դե, պարադոքսալ կերպով, սա հենց այն հավատն է, որը հաճելի է Աստծուն, երբ մարդն ըմբոստանում է իր իրավիճակի դեմ, ոչ թե Աստծո դեմ, այլ նա մեղքը գցում է Աստծո վրա, որովհետև նա ցանկանում է մեկին, ով մեղավոր կլինի այդ թշվառության համար, եւ նա դրսևորեց այն հավատը, որը հաճելի է Աստծուն։ Ինչու՞։ Որովհետև նա ըմբոստացած էր, նա պատրաստ էր ամեն ինչի կամ ոչնչի, կյանքի կամ մահվան։ Նա հորի հատակին էր, ոչ ոք ոչինչ չկար նրա համար, միայն Աստված։ Այդուհանդերձ նա դրսևորեց իր զայրույթը Աստծո դեմ, դա հավատ է։ Դա հենց հավատ է։ Բայց այս տեսակ հավատի լավ կողմն այն է, որ դա անկեղծ հավատ է, վավերական հավատ։ Իսկ Աստված ատում է կրոնական հավատը, այդ կես կավ, կես աղյուս հավատը, այդ այնքան էլ ոչինչ հավատը։ Այն հավատը, որը սովորում է ձախողմանը, թշվառությանը և յոլա է գնում, հանդուրժում է։ Այս տեսակ հավատը հաճելի չէ Աստծուն։ Աստծուն հաճելի է այն ըմբոստ հավատը, որով մարդը
իհարկե գոյություն ունի Աստծուց երկյուղող հավատը, ինչպես որ հարյուրապետի հավատի դեպքում էր, ով ուներ մի ծառա, որն անդամալույծ էր, սոսկալի տառապում էր եւ մահվան շեմին էր, եւ այս մարդը խնդրեց իր ծառաներին, որ գնան ու խոսեն Հիսուսի հետ իր մասին, որովհետեւ ինքն իրեն արժանի չէր համարում Հիսուսին մոտենալու, նա իրեն անարժան էր համարում, այսինքն խոնարհ հավատ, Աստծուց երկյուղող հավատ, եւ այս տեսակ հավատը իհարկե նույնքան հաճելի Աստծուն, որքան ըմբոստ հավատը, բայց դրանք հավատի տարբեր տեսակներ են, սակայն դրանք իսկական վավերական հավատ են, հենց այդպիսի հավատը վավերական է, եւ Աստված մեզանում վավերականություն է ուզում, Աստված ուզում է անկեղծություն, թափանցիկություն, նա չի ուզում, որ հավատը դիմահարդարվի, նա չի ուզում, որ հավատը զարդարվի, նա չի ուզում, որ մարդը ձևացնի, կամ կեղծավոր լինի իր առջև, որովհետև նա արդեն ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին, նույնիսկ ներքին սիրտն ու երիկամները, այնպես որ բարեկամուհիս կամ բարեկամս, տիկին Նելմայի վկայությունը հավատի փառահեղ օրինակ է, եւ այդ վայրի եկեղեցու վկայությունը, որովհետև երբ մենք այնտեղ բացում արեցինք, լիքը մարդ էր լցված, զուգարանը մի զուգարան էր, որը ծառայում էր թե տղամարդկանց, թե կանանց, դա մի զուգարանակոնք էր, այսինքն դա իրոք նողկալի մի տեղ էր, եւ աթոռ դնելու տեղ չկար, կամ աթոռն էր, կամ մարդը, եւ լիքներ, գերլցված, ես գիտեմ, որ լիքներ, որովհետև հավատում եմ, որ այնտեղ մոտ 70-80 հոգի կար, եւ եպիսկոպոս Գոնսալվեսը քնում էր հենց այդ վայրում, նա այնտեղ էր քնում, դա մի սոսկալի տհաճ մռայլ վայր էր, բայց իրավիճակն այդպիսին էր, զոհություն էր պահանջում, իսկ այսօր մենք այնտեղ ունենք մի գեղեցիկ եկեղեցի, օթորակիչով, այնպես որ կան աթոռներ, որպեսզի մարդիկ նստեն եւ այլն, բայց դա սկսվեց 0-ից, կամ 0-ից էլ պակաս, շատ ավելի պակաս, եւ այդպիսին է այն մարդկանց կյանքը, ովքեր մոտենում են Աստծուն, երբ մենք մոտենում ենք խոնարհ կամ ըմբոստ տեսակի հավատով, կասկածում եմ, որ այդ մարդը տուն վերադառնա առանց Աստծո օրհնության, առանց Աստծո պատասխանի, ես սա ասում եմ, որովհետև ես ինքս էլ ունեցել եմ նմանատիպ փորձառություն, երբ մենք բացեցինք Աստվածաշունչը, Էսթերը եւ ես, ասեցինք, Աստված իմ, այստեղ գրված է, դու սա ասացիր Տեր, սա ճշմարտություն է, թե սուտ, սա քո գործն է, թե մարդու գործ, ինչպես պետք է ես իմանամ, որ սա քո խոսքն է, այլ ոչ թե ինչ-որ մարդ է գրել սա, ինչպես պիտի իմանամ, եւ դա տեղի ունեցավ, ես դրսևորեցի ագրեսիվ հավատ, հոխորտող հավատ, ես կասեի, Աստված ների ինձ, որովհետև ես ըմբոստացած էի, ես նվաստացած էի, ես հորի հատակին էի, բայց Աստված լսեց իմ աղոթքը, իմ աղաղակը, ոչ թե այն պատճառով, որ ես արժանի էի, այլ հավատի անկեղծության պատճառով, գնահատիր քո հավատը բարեկամուհիս կամ բարեկամս, որովհետև գուցե հանկարծ դու այն արարածն ես, ով ունի կրոնական հավատ, եւ այն հավատը, որն անում է այն, ինչ պետք է անի, եւ մնում է սպասելով, եւ մնում է ապրելով, եւ գնում է դիմակայելով ու կառավարելով իր հիվանդությունները, չարիքները, Աստված հաճում է հավատից, առանց հավատի անհնար է հաճելի լինել նրան, անհնար է, լինի դա ագրեսիվ հավատ, լինի այն հավատը, խոնարհ հավատը, լինի դա Աստծուց երկյուղող հավատ, բայց նա թափանցիկություն է ուզում, նա անկեղծություն է ուզում, նա ուզում է, որ մենք դրսևորենք այն, ինչ իրականում կանք, որովհետև նա արդեն ճանաչում է մեզ, հասկանալի էր, այնպես որ Աստծո թագավորություն եկեղեցիներում մենք արթնացնում ենք այս տեսակի հավատը, ագրեսիվ հավատը, փրկելու համար նրանց, ովքեր իսկապես հավատում են, իհարկե, երբ մարդն այնքան էլ չի հավատում, նա նաև ունենում է այնքան էլ ոչինչ կյանք, եւ այդ ժամանակ նա չի կարող բողոքել Աստծուց, բայց երբ նա անկեղծ է, ճշմարիտ, ինչպես որ տիկին Նեուման էր, տիկին Նեումայի կյանքը
Այդ խոսքերից հետո ամբողջությամբ փոխվեց դեպի լավը եւ դարձավ հսկայական վկայություն։ Եվ Աստված ուզում է նույնն անել մեր կյանքի հետ, բարեկամներս, որովհետև նա արեց դա ինձ հետ։ Դա այնպես է, ինչպես գրված է այնտեղ առաջին Կորինթացիներում, որ Աստված սիրեց աշխարհի տկարներին եւ մերժվածներին։ Աստված ընտրեց նրանց, որ ոչինչ չեն համարվում, ամոթով թողնելու համար նրանց, ովքեր կարծում են, թե իրենք ինչ-որ բան են համարվում։ Աստված ընտրեց քեզ, բարեկամս, ով հիմա դիտում է ինձ, եւ ով հիմա հասկանում է, թե Աստված ինչ է ուզում անել քո կյանքում, որովհետեւ դու, եթե ըմբոստացած էիր, քեզ հետ տանում էիր մի իմբոստություն։ Դա հաճելի է Աստծուն, որովհետև այդ ըմբոստությունը ցույց է տալիս, որ դու իրոք հավատում ես Աստծուն։ Եթե դու ըմբոստացած չլինեիր, դու չէիր հավատա, դու չէիր վստահի, չէիր պայքարի։ Դա ցույց կտար, որ չես հավատում գործով եւ ճշմարտությամբ։ Բայց դա քեզ բերում է մի իրավիճակի, որ ասում ես. «Ով Աստված, կամ դու կաս, կամ դու չկաս, կամ ամեն ինչ, կամ ոչինչ, կամ կլինի, կամ կկործանվի»։ Սա այն հավատը, որ հաճելի է Աստծուն։ Սա այն խոսքն էր, որ ցանկանում էի փոխանցել ձեզ։ Չհանձնվեք, պայքարեք ու նվաճեք։ Թող Աստված օրհնի ձեզ բոլորիդ, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։